մենք մոտ ամիսու կես առաջ քննարկել էինք այս ռազմավարության մշտադիտարկման նախնական արդյունքները, այսօր մենք արդեն ունենք վերջնական զեկույցը, որը իհարկե նաև կիսվել ենք եւ հրապարակայնորեն հասանելի է մեր կայքում տեղադրված, այսպես միանգամից ես կարող եմ առաջանցնել, ինչպես գիտեք, մենք մոնիտորինգի շրջանակներում հասարակական մշտադիտարկման ենք ենթարկել ոստիկանության ռազմավարության իրականացման, բարեփոխումների իրականացման 24-26 թվականի ռազմավարությունը եւ դրանից բխող գործողությունների ծրագիրը առաջին կիսամյակի մասով։ Ընդհանուր առմամբ այստեղ կարող եք տեսնել, որ 52 գործողություն ա, որ նախատեսված է եղել եւ ենթակա է եղել իրականացման առաջին կիսամյակի շրջանակներում, այսինքն ըստ մեթոդոլոգիային գործողությունները, որոնք նախատեսված են եղել 7-րդ ամսից սկսված, չեն ընդգրկվել հաշվետու ժամանակահատվածում, հետևապես նաև եղել են դեպքեր, երբ որոշ գործողություններ մենք գնահատել ենք, մշտադիտարկման խումբը գնահատել է մասնակի կատարված կամ չկատարված, դրանք կատարվել են հաշվետու ժամանակահատվածից դուրս, չեն ներառվել ռազմավարության շրջանակներում, քանի որ նաև ռազմավարության նպատակներ, գնահատման նպատակներ հասկանալ, թե ինչ փուլում է գտնվում եւ ինչքանով են նախատեսված ժամկետներում իրականացվել գործողությունները։ Ընդհանուր առմամբ ուղղությունները, որ կարող եք տեսնել էկրանին, այս հիմնական ուղղություններն են եւ յուրաքանչյուր ուղղության դիմաց նշված է այն թիվը, որի ներքո նախատեսված են համապատասխան գործողություններ, այսպես եթե ասենք մեծ խումբ գործողությունների նախատեսված են երկրորդ մարդկային ռեսուրսների արդյունավետ կառավարում եւ բարեվարկության ամրապնդում ուղղության ներքո, ինչպես նաեւ մարդուրանքների պաշտպանության զգայուն հարցերի ներքո Մշտադիտարկման նպատակների մասին եմ ցանկանում մի քանի բառով ձեզ ներկայացնեմ։ Առաջինը, ինչպես նշեցինք, հասկանալ այդ մեկ կիսամյակի ընթացքում իրականացման ենթակա գործողությունների կատարման ընթացքը, պարզել թե դրանցից քանիսն է կատարվել, քանիսն են մասնակի կատարվել կամ չեն կատարվել։ Բացի այս նաև քանակական գնահատման պատճառները, որ հասկանանք, որոնք են այն օբյեկտիվ, գուցե նաև ոչ օբյեկտիվ հանգամանքները, որոնք նպաստել են գործողությունների չկատարմանը, սա քանակականին է վերաբերվում, եւ երկրորդ մակարդակը որակական գնահատում, այսինքն ռազմավարությունը ըստ էության գնահատվել է երկու մակարդակում, քանակական, որ հասկանանք նաեւ զուտ թվային ցուցանիշներով ինչքան գործողություն կա նախատեսվածից քանի գործողությունն են կատարվել եւ որակական մակարդակում սա արդեն հասկանալու թե կատարված յուրաքանչյուր ազդեցության մակարդակում ինչպիսի արդյունքներ են նվաճել ու նաեւ հասկանալու համար դրանց պրակտիկայում արդյունավետության մակարդակները։ Մենք ուրեմն ներքին գործերի նախարարության հետ ունեցած նախնական քննարկման արդյունքում առաջարկել ենք 3 ոլորտ, որոնք այսինքն համատեղ, նաև հաշվի առնելով ՆԳՆ առաջնահերթությունները այս ոլորտում առանձնացվել են 3 ուղղություններ, որոնց ուղղությամբ կատարվել են որակական գնահատումները։ Դրանք հետևյալներն են. ուղղություն երկրորդը, եթե նախորդին վերադառնանք, մարդկային ռեսուրսների արդյունավետ կառավարում եւ բարեվարկության ամրապնդում, ուղղություն 7-րդ համայնքային ոստիկանության վերաիմաստավորում եւ վերջինը 12-րդ ուղղությունը ոստիկանական բարեփոխումների շրջանակներում միջազգային համագործակցություն։ Այսինքն որակական մակարդակով գնահատում են իրականացվել այս ուղղությունների ներքո կատարված կամ մասնակի կատարված ուրեմն գործողությունների մասով իհարկե այն գործողությունները, որոնք չեն կատարվել, դրանք չեն կարող զուտ ենթարկվել որակական գնահատման։ Հիմա գնահատման ցուցանիշները մենք ընդհանրապես երկու մակարդակում ենք մոնիտորինգները գնահատման ենթարկում։ Առաջինը դա վարիացիոն սկզբունքի միջոցով է, որը թույլ է տալիս հասկանալ, թե առհասարակ ռազմավարությունից բխող գործողությունները, որ կատարվել են, ընդհանուր համակցության մեջ ինչ տոկոսային հարաբերակցություն ունեն, այսինքն միավորվում են կատարված, մասնակի կատարված եւ չկատարված գործողությունները, այստեղ բանաձևը ձեզ համար առանձնացրել ենք, որ ավելի պատկերավոր լինի։ Ուրեմն ամբողջությամբ կատարված գործողությունները բազմապատկվում են մեկով, գումարվում է մասնակի կատարված գործողությունները
որը այդ քանակը բազմապատկվում է 0.5-ով եւ գումարվում է չկատարված գործողությունների քանակը անգամ 0։ Դա բաժանվում է 52-ի, որը ընդհանուր մշտադիտարկման ենթակա գործողությունների թիվն է եւ բազմապատկվում է 100-ով։ Այսինքն այս բանաձևն է, որ հնարավորություն է տվել հասկանալ ընդհանրապես մասնակի կատարված, չկատարված կամ ամբողջությամբ կատարված գործողությունների արդյունքում ռազմավարությունը ինչպիսի կատարողական ունի։ Մյուս մեթոդը, որ իրականացրել ենք, դա վերաբերվում է ուրեմն ամբողջությամբ կատարված գործողություններին, որպեսզի նաև հասկանանք բացի դրանից, որ նախարարության կողմից ձեռնարկվել են միջոցառումներ այս կամ այն գործողության համար, բայց դրանք մասնակի են կատարվել եւ որպեսզի չստացվի, թե օրինակ ամբողջ կատարողականը 38 ու քանի տոկոսը նշանակում ընդհանուր 38 ու քանի տոկոսով է կատարվել, վարիացիոնը պահել ենք, բայց նաև առանձնացրել ենք ամբողջական կատարողական ցուցանիշ, որ հասկանանք, թե նախատեսված 52%-ից ընդհանրապես քանիսն է, որ ամբողջությամբ կատարվել է։ Այս երկու մեթոդով, որ պատկերը բոլորի համար պարզ լինի։ Սա այստեղ էկրաններին տեսնում եք որակական մակարդակում կատարված գնահատման մեթոդաբանությունը, 3 մակարդակում է գնահատում իրականացվել։ Որակականի մասին է արդեն խոսքը, իրականացվել է ամբողջությամբ, գործողությունը իրականացվել է ոչ ամբողջությամբ եւ իրականացված չէ, այստեղ եւս տոկոսային հարաբերակցություններ են դրված մինչեւ 50, 50-ից 75 եւ 75-ից ավել մեթոդներ։ Հիմա մի քանի բառով նաեւ ցանկանում եմ խոսել գնահատման մեթոդների մասին, ինչպիսի մեթոդներ են կիրառել։ Առաջինը դա հետազոտական մեթոդներ են, տեղեկատվության հարցում գրասենյակային ուսումնասիրության վերլուծություններ եւ ֆոկուս խմբային քննարկումներ օգտվել առիթից եւս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր գործընկերներին, այդ թվում նաեւ իրավասու մարմիններին, քաղաքասարակության կազմակերպություններին եւ փաստաբաններին, որոնք մոնիտորինգի ընթացքում մեզ աջակցել են իրենց փորձագիտական, մասնագիտական ու նաեւ տեղեկատվության տրամադրմամբ եւ ըստ էության սա այն հիմնական մեթոդներից մեկն է, որ մեզ օգնել է հասկանանք, թե ռազմավարությունը կատարման ինչ մակարդակում է գտնվում։ Երկրորդը, ընդ որում ֆոկուս խմբային քննարկումները կազմակերպվել են, թեպետ այստեղ արդեն 4-րդում գրված է, բայց կարող եմ նշել, պետական մարմինների հետ առանձին են կազմակերպվել, քաղաքասարակության, փաստաբանների, փորձագետների հետ առանձին են կազմակերպվել, որպեսզի անկաշկանդ քննարկումը հնարավոր լինի ապահովել, ընդհանուր 4 ֆոկուս խմբային քննարկումներ են կազմակերպվել։ Եվ իհարկե վերլուծվել են տարբեր փաստաթղթեր եւ զեկույցներ, ինչպես ազգային մակարդակում արտադրված փաստաթղթեր, այնպես էլ տարբեր գործողությունների մասով միջազգային կազմակերպությունների կողմից տրված փաստաթղթերը կամ զեկույցները։ Հիմա այստեղ արդեն տեսնում եք եզրակացությունները ըստ ոլորտի, թե յուրաքանչյուր որտեղ որ տեսնում եք ուրեմն ընդհանրապես բան չկա վերջին սյունագում գործողությունների կատարողականի ցուցանիշը, ազդեցության մակարդակի մասին է խոսքը, նշանակում է, որ այդ ուղղությունները զուտ չեն ենթարկվել գնահատման, ինչպես նշեցի, 3 ուրեմն ուղղությունների մասին է խոսքը գնացել։ Հիմա բայց սկսենք առաջինից, ես այսպես 12-ի վրայով ձեր ժամանակը խնայեմ, ամբողջությամբ չեմ անցնի, բայց կարող եք տեսնել յուրաքանչյուր ուղղության մասով ենք առանձնացրել ամեն ոլորտի կատարողական, օրինակ ուղղություն 1-ը, որտեղ 4 գործողություն է, 75%-ով է համարվում քանակական մակարդակում իրականացված, այսինքն զուտ թվային ցուցանիշների տեսանկյունից ստացվում է 4 գործողություններից 3-ը կատարվել է, 1-ը չի կատարվել կամ մասնակի է կատարվելու, այս նույն դրամաբանությամբ այստեղ մյուս ուղղությունների մասով է։ Հիմա եթե անցնեմ մյուս սյունակին, որը վերաբերվում է կատարողական ցուցանիշին, ուղղություն երկրորդն է, որտեղ 3 գործողություններ է նախատեսված եղել, ուղղություն 6-ը եւ ուղղություն 7-ը եւ ուղղություն 12-ը։ Ըստ էության այս գործողություններից ոչ մեկը դեռ ամբողջությամբ կատարված չէ։ Կան օրինակ կատարվել են աշխատանքներ, որոնք նախագծային մակարդակում են եղել, բայց դրանք վերջնական, օրինակ նույն ոստիկանության էթիկայի կանոնակարգի, ոստիկանության ծառայողների կանոնակարգի մասով նախագիծը մշակվել է, բայց չի ընդունվել, հետեւապես այստեղ այս վերջինը լոկ կատարվածն է, հա, մաքուր ամբողջությամբ կատարված ցուցանիշն է, որը փաստացի կատարված դեռ չունենք։ Հիմա այստեղ նաև առանձնացրել եմ արդեն ամբողջությամբ կատարողական ցուցանիշը եւ ազդեցության մակարդակի ցուցանիշը, ստացվում է, որ եթե միայն դիտարկում ենք 52 գործողություններից քանիսն են ամբողջությամբ իրականացվել հաշվետու ժամանակահատվածում, դրանց թիվը կազմում է 34.62%, այսինքն
52-ից 18-ը կատարված է, մասնակի է կատարված 33 գործողություն եւ մեկը չկատարված է դիտարկվել։ Զուգահեռ կարող եք տեսնել ազդեցության մակարդակի որակական գնահատման ցուցանիշները 7 գործողություն, այսինքն 3 ուղղությունների ներքո 7 գործողություններն են, որ հնարավոր էր իրականացնել որակական գնահատում։ Իրականացված է 0, այսինքն ամբողջությամբ իրականացված դեռևս չկա, կամ որ թեկուզ նաև մեթոդոլոգիան այնպիսին է, որ մեզ համար նաև շատ կարևոր է, եթե ինչ-որ գործողություն իրականացվել է, ինչքան է դա նպաստել այն ռազմավարական նպատակին, որը դրված էր բարեփոխումների ծրագրով, այսինքն հնարավոր է հիմա գործընկերները նշեն, որ օրինակ այս ուղղության ներքո մենք ունենք 2 կատարված գործողություն, դուք որակականով գնահատել եք ոչ իրականացված ամբողջությամբ, դա գալիս է նրանով, որ օրինակ փորձագիտական թիմը իր մեթոդին համապատասխան գտել է, որ կատարված աշխատանքները ամբողջությամբ չեն նպաստել այդ ռազմավարական նպատակի իրականացմանը։ Իրականացված է ոչ ամբողջական, այսինքն մասնակի 5 գործողություն եւ 2-ը իրականացված չէ եւ ընդհանուր այս 7-ի արդյունքում կատարողական ցուցանիշը կազմել է 71.43%։ Ես նաեւ ուզում եմ նշել, ինչու մենք չենք կարող ամբողջ իհարկե ռազմավարության կատարողական գնահատական տալ, որովհետեւ ըստ մեթոդոլոգիայի ամբողջական որակական գնահատում հնարավոր իրականացնել միայն ամբողջ ռազմավարության ծրագրի իրականացումից հետո, երբ որ մենք պատկերը կունենանք, թե ընդհանուր ինչ տոկոսով է հնարավոր եղել հասնել ռազմավարության իրականացմանը։ Եվ այստեղ ձեր ուշադրությանն եմ ներկայացնում արդեն վարիացիոն սկզբունքով ստացված տոկոսային արդյունքը որպես կատարողական ռազմավարության, երբ որ մենք ամբողջությամբ դիտարկել ենք ամբողջությամբ կատարված մասնակի եւ չկատարված գործողությունները, իհարկե թվերը այստեղ ցուցանիշները 18-33 մեկը նույնն է, բայց բանաձևը փոխվել է եւ ստացվում է, որ այս ուրեմն համակշռված միջին մեթոդով 66.35% է կազմում ռազմավարության կատարողականը առաջին կիսամյակի 52 գործողությունների մասով։ Մեթոդաբանության մասով, եթե ունեք հարցեր, կարող եմ մեթոդաբանությանը հիմա անդրադառնալ, հետո արդեն կանցնեմ ըստ ոլորտների խնդիրների։ Մեթոդաբանության մասով, եթե լավ, կարող են գուցե վերջում, եթե հիմա այստեղ իրականում այստեղ մի քանի գործողությունների ես հիմա վերջում կանրադառնամ յուրաքանչյուր գործողությունների մասով որոշ խնդիրների, բայց եթե անցնենք ուղղություն 1-ի ներքո նախատեսված այս 4 գործողությունների, պատկերը հետևյալն է. նախատեսված է 4 գործողություն, որից կատարված է 3-ը, մասնակի է կատարված 1-ը եւ ընդհանուր չկատարվածը ստացվում է այս կներեք 0 պիտի լիներ, չկատարված չկար այս ուղղության ներքո, դրա համար կատարողական ցուցանիշը 75% էր նախատեսված։ Մյուսը մարդկային ռեսուրսների արդյունավետ կառավարում եւ բարեվարկության ամրապնդում, որը նաեւ որակական ստուգման շրջանակներում էր առանձնացվել, այստեղ կարող եք տեսնել խնդիրը եւ թիրախը կոնկրետ այս ուղղության ներքո, սրա ներքո նախատեսված էր 10 գործողություն, տարբեր սկսած մարդկային ռեսուրսների կարիքների համապարփակ գնահատումից, վերջացրած բարեվարկության այդ ստուգումից, ոստիկանության ծառայողների բարեվարկության ռիսկերի գնահատման գործիքակազմի ներդրում, վարքագծի կանոնների հաստատում ոստիկանության ծառայողների համար, աշխատանքային սահմանափակումների նախատեսում, այստեղ կարելի ասել համալիր գործողություններ են նախատեսված, պատկերը հետևյալն է, ամբողջությամբ կատարված գնահատվել է 2 գործողություն, մասնակի կատարված գնահատվել է 8 գործողություն, չկատարված այստեղ չկա, եւ ազդեցության մակարդակում 3 գործողություն, որ հնարավոր է եղել առանձնացնել որակական ստուգման համար, մեկը իրականացված է ոչ ամբողջությամբ, 2-ը իրականացված է, ուրեմն իրականացված չէ։ Տոկոսային յուրաքանչյուր ուղղության մասով տոկոսային հարաբերակցությունը եւս այստեղ ներդրված է։ Հիմա երրորդը վերաբերվում է ուրեմն կրթական միջավայրի բարելավմանը, կադրերի վերապատրաստմանն ու մասնագիտական զարգացմանը, այստեղ 2 գործողություն է նախատեսված եղել, միասնական կրթահամալիրի ձևավորումը եւ վերապատրաստումների իրականացումը, պատկերը հետեւյալն է, 2-ից մեկը կատարվել է, որը վերաբերում է կրթահամալիրի ձևավորմանը, ամբողջությամբ կատարված գործողություն է, եւ երկրորդը վերապատրաստումներն են, որը մասնակի է, քանի որ նախագծերը կան, կարգերը կարծեք թե արդեն պատրաստ են, բայց վերջնական չեն հաստատվել եւ ներդրվել, ամեն դեպքում առաջին 6 ամսվա ընթացքում պատկերը այդպիսին էր։
Չորրորդ ուղղությունը վերաբերվում է բարեկային ծառայության զարգացմանը որպես արտաքին ծառայության նոր եւ ժամանակակից մոդել։ Այստեղ առանձնացված են հետեւյալ 7 գործողությունները։ Սա բարեկային ծառայության անձնակազմի շարունակական կրթության եւ մասնագիտական բարելավումներին է ուղղված, ջրային բարեկային ծառայության ստանդարտների ներդրմանը, ծառայության ընդունության կազմակերպությունը, մենթորական ծրագրերի ներդրմանը, պատկերը հետեւյալն է. 7 գործողություններից 5-ը դիտարկվել է կատարված, 2-ը մասնակի կատարված, նորից խնդրում եմ նկատի ունենաք, որ սրանք այն խումբ գործողություններն են, որոնք քանակական տեսանկյունով են գնահատվել, այսինքն եթե մենք օրինակ ասում ենք, որ բարեկային ծառայություն ներդրված է, վերապատրաստումներն իրականացված են, մենք զուտ նայում ենք, որ գործողությունը իրականացված է, ներդրված է, համակարգը գործում է, բայց որակական մակարդակով սա գնահատման ենթակա գործողությունների շարքից դուրս էր։ Մյուսը եւ 6-րդը, որը վերաբերում է քրեական ոստիկանության զարգացմանը, օպերատիվ աշխատանքի արդյունավետությանը, այստեղ 4 գործողություն է նախատեսված, որից մեկը կատարված է եւ 3-ը մասնակի կատարված, մինչեւ ոնց նշեցի, քանի որ մեր հաշվետու ժամանակահատվածը առաջին 6 ամիսն էր ներառում, այստեղ այդ պայծրությամբ հանցավորության դեմ պայքարի ռազմավարության նախագիծը մշակվել էր, բայց դեռ չէր ներկայացվել հանրային մենք ինքներս որպես կազմակերպություն հանրային քննարկման հրավերը նախագիծը ստացել էինք արդեն հուլիս վերջ կարծեմ, կարծիքը տվել ենք նաև նախագծի վերաբերյալ, բայց դա տեղ չի գտել ռազմավարության այս գնահատման շրջանակներում հաշվի առնելով ժամկետները։ Եվ մի քանի բառով ես ցանկանում եմ նաև հիմնական այն շարք խնդիրներ, որ մենք առանձնացրել ենք, առաջինը ուրեմն այստեղ ծառայողների գնահատման եւ թվայնացման է վերաբերվում, նախարարի հրամանով սահմանվել են ծառայությունների մատուցման որակի չափանիշներ, իրականացվել են հարցումներ, հաշվետու ժամանակահատվածում 333 անձի շրջանում, 164-ը հարցաթերթիկով, 102-ը միգրացիայի եւ քաղաքացիական ծառայության ոլորտում եւ 67-ը հեռախոսազանգերի միջոցով, իսկ հարցումների երկրորդ փուլը արդեն իրականացվել է Արարատի, Արմավիրի, Արագածոտնի եւ Կոտայքի մարզերում։ Մեզ համար առանձնացված խնդիրները, որոնք էին այս գործողության հետ կապված, հարցումներին մասնակցած քաղաքացիների չափազանց փոքր թիվը։ Իմ գործընկեր պարոն Ատովյանը իհարկե առաջարկությունների բաժնում կխոսի նաեւ մեթոդական խնդիրներից, որոնք որպես այդպիսին որոշակի դժվարություններ են առաջացրել օբյեկտիվորեն եւ ամբողջական գնահատել ռազմավարությունը, դրանցից մեկը վերաբերում է հենց վերստուգիչ ցուցանիշներին, երբ որ մենք նախատեսենք հարցումների իրականացում, բայց չկա կոնկրետ թիրախային ցուցանիշ, այդ հարցումներին պիտի մասնակցեն 1000 հոգի, 5000 հոգի, թե ծառայություններից օգտվող անձանց, չգիտեմ, 30%-ը, նման քանակական ցուցանիշներ չկան, ընդհանուր նախատեսված է հարցումներ, հետեւաբար ստացվում է գործողությունը կատարված է, բայց օրինակ մեզ համար խնդրահարույց էր այն չափազանց փոքր թիվը 333 անձի շրջանում, մենք նաեւ չգիտենք, գուցե գործընկերները հուշեն, թե այդ ժամանակահատվածում ծառայություններից քանիսն են օգտվել եւ 333-ը օգտված ծառայությունների անձանցից քանի տոկոսն է, որ կարողանանք օրինակ պատկերը հասկանանք, կամ արդյոք այս 333-ի կարծիքը բավական է, որ մենք պատկերացում կազմենք մատուցող ծառայությունների որակի մասին։ Դա կարող է լինել ինչպես դրական արձագանք, այնպես էլ բացասական, երկուսն էլ կարող է այստեղ լինել։ QR կոդերի հարցումների միջոցով կան ներդրված, մի քիչ անորոշ էր մեզ համար, որովհետեւ դժվար է վերահսկել այդ QR կոդերը, ոնց որ ինչ որ մոտենում եք ստորաբաժանումներ, որտեղից ծառայություններ են օգտվում, դրված է QR կոդը, օրինակ ովքեր են օգտվում այդ QR կոդերից, իհարկե էլի ցանկացած կանխավարկած ֆայլով, բայց օրինակ նույն ոստիկանության ծառայողները կարող են, չէ, այդ QR կոդով հեռախոսը ակտիվացնել ու գնահատում իրականացնել։ Զուտ ռիսկերը եւ ամբողջ պատկերը ուզում եմ հասկանանք, թե մեր կողմից ինչ մոտեցում է կիրառվել գնահատման շրջանակներում։ Մարդկային ռեսուրսների խնդիրները, այստեղ նախորդ անգամ էլ խոսեցինք, նաև Տիկին Սահակյանի հետ էլ այստեղ քննարկումներ ունեցանք, որ վերապատրաստումները հատկապես դա վերաբերում է բարեկային ծառայության, գիտենք, որ համակարգը ամբողջությամբ համալրվում են գրեթե ամբողջությամբ կարելի է հանձնել նոր կադրերով, որ նախկինում ծառայության հետ առնչություն չեն ունեցել եւ արդյոք ու հատկապես այն ցածր
բարձր մասնագիտական եւ կրթական ցենզը, որ առաջադրվում էր ծառայողների թեկնածուներին, հա, սա առանձնացված խնդիրներից մեկն էր, սրան զուգահեռ նաեւ այն կարճաժամկետ վերապատրաստումները, արդյոք հնարավոր է կարճաժամկետ վերապատրաստումների արդյունքում ունենալ այնպիսի բարեկային ծառայողներ, որոնք կարողանան օրենք կիրառեն, վարչական պատասխանատվության անձանց ենթարկեն կամ ուղղակի զուտ ի վիճակի լինեն այդ իրավիճակում ցուցաբերել օգնություն քաղաքացիներին։ Կանանց ներգրավվածության մասով այստեղ եւս մենք ունենք պատկերը ոչ այնքան ուրեմն գոհացնող է, եթե այսպես ձևակերպենք։ Նորից այստեղ եթե վերադառնանք վերստուգից ցուցանիշներին, չկան որպես այդպիսին քանակական ցուցիչներ նախատեսված ռազմավարությամբ, մենք չենք, օրինակ նախատեսված էր, որ պետք է իրականացվել կանանց ներգրավման մասով առնվազն 1 մրցույթ, մրցույթ իրականացվել է, բայց առնվազն 1 մրցույթը քանի կին տեխնացուի ներգրավում էր նախատեսում, սա չկա նախատեսված եւ գնահատումը դրա համար սկզբում նշեցի, քանակական առումով տեսնում ենք, որ այո, առնվազն 1 մրցույթ իրականացվել է, բայց երբ որ պատկերը նայում ենք, նախագրանցվել են 532 կին, միայն 21-ն էր, որ ընդունվել է, այսինքն իհարկե ես նաև հասկանում եմ օբյեկտիվ պատճառները, եղել են դեպքեր, որ կանայք իրենք գրանցվելուց հետո չեն ցանկացել մասնակցել, բայց մի մասն էլ մասնակցել է, ուղղակի չի կարողացել հաղթահարել, այսինքն պատճառները այստեղ շատ են։ Այո։ Քվոտայի ավելացման համար, հա։ Դրա համար գիտեմ, որ օբյեկտիվ են, նաև երբեմն իրանք ուղղակի չեն ցանկացել մասնակցել եւ շարունակել։ Մյուսը վերաբերվում է ոստիկանության ծառայության մասին օրենքի փոփոխությունների նախագծմանը։ Հա, այստեղ զուտ շատ բան իրականություն ենք ասելու, զուտ որ նախագծվել է, բայց դեռ օրենքի նախագիծը չի ընդունվել, այն իր սահմանված ժամկետում պետք է ընդունվեր։ Որպեսզի շատ նաև չչարաշահեմ ձեր ժամանակը, մի քանի բառով կուզեմ խոսել բարևարքության եւ էթիկայի կոմպոնենտի մասով, ծառայությունների բարևարքության ռիսկերի գնահատման գործընթաց, այստեղ էլ մեծ առաջընթաց չի որպես այդպեսին գրանցվել, հիմնական կատարված աշխատանքը, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եւ ՆԳՆ ներկայացուցիչների հետ համատեղ ազգային աշխատանքային խումբ է ստեղծվել, որպեսզի քննարկեն այն հիմնական մոտեցումները, որոնք դրվելու են այդ համակարգի հիմքում մեր համար օրինակ կարևոր խնդիրներից է որպեսզի բարևարքության ստուգումը համապարփակ լինի եւ վերաբերվի ամբողջ ոստիկանության ողջ անձնակազմին ծառայողներին եւ ոչ թե միայն նոր ընդունվող կամ միայն ղեկավար կադրերին, ընդ որում սա միայն մենք այս մասին բարձրաձայնում ենք շատ վաղուց այն պահից երբ 21 թվականից Հայաստանում ներդրվեց բարևարքության ստուգում եզրույթը, որ դա վերաբերում է ոչ միայն օրինակ ոստիկանության ծառայողներին, այլև եւ դատախազներին եւ դատավորներին իրավապահ ամբողջ համակարգին վերաբերվում է Եվ կարևոր փոփոխություններից մեկը, որ նախատեսված է, իհարկե բնավ չառանձնացնելով սա որպես ամենակարևոր, բայց ամեն դեպքում ոստիկանության ծառայողների էթիկայի հանձնաժողովի ստեղծումն է, նախագիծը մշակվել է, ընդունվել է նախագիծը ՆԳՆ նախարարի հրամանով, կանոնագիր օրենքի նախագիծը նաև կա, նախորդը վերաբերում է վարքագծի կանոններին, ինչ խնդիրներ ենք մենք այստեղ Առաջի ընթերցումը, դա երևի անցել է հուլիսից հետո, նոր, ուրեմն ինչ խնդիրներ ենք մենք այստեղ առանձնացրել ու շնորհակալ կլինեմ, եթե ասեք արդյոք սրանք հասցեագրվել են նախագծի շրջանակներում, առաջին էթիկայի հանձնաժողովի անկախության երաշխիքների բացակայություններ, նշանակման մեխանիզմը եւ կազմը, հանձնաժողովի անդամները նշանակվում են լիազոր մարմնի ղեկավար կողմից եւ բոլորը պետական ծառայողներ են, իսկ միջազգային լավագույն փորձը ցույց է տալիս, որ նման հանձնաժողովներում անհրաժեշտ է ապահովել ինչպես ծառայողների, այնպես էլ անկախ մասնագետների եւ քաղաքասարակության ներկայացուցիչներ, դիցուկ օրինակը կարող է լինել դատավորների էթիկայի եւ կարգապահական հանձնաժողովը, որտեղ նախկինում, այսինքն դեռ ներկայում 7 կազմից 5 դատավորներ են, 2-ը քաղաքասարակության ներկայացուցիչներ, բայց քանի որ այդ մոդելը փոքր ոչ հավասարակշռված մոտեցում իրեն չարդարացրեց, հիմա 5+6 ֆորմատն է քննարկվում, 6 դատավորներ, 5 քաղաքասարակություն, իրավաբան, գիտնականներ հարաբերակցությունը
Անձնական եւ մասնագիտական պահանջների բացակայություն նախագծից բաց չէ թե ինչպիսի անձնական եւ մասնագիտական պահանջներ ներկայացում հանձնաժողովի անդամներին, օրինակ հատկանշական, եթե անդամը իրականացնում է այս կամ այն ծառայողի բարեվարկության ստուգումը, արդյոք վերջինս որպես հանձնաժողովի անդամ այդ բարեվարկության ստուգումը անցել է թե ոչ։ Ասեմ նորից նույնը կարող են բերել դատավորների էթիկա եւ կարգապահական հանձնաժողովի մասին, նորից այս խնդիրը կար ու քննարկվում էր, եթե մյուս հանձնաժողովին, որ կտրամադրեն այս ֆունկցիան, արդյոք անդամները իրենք անցել են որպես բարեվարկության ստուգում եւ իրավունք ունեն իրենք կատարել այդ բարեվարկության ստուգումը, հիմա այնտեղ էլ արդեն այս քննարկումները գնում են իրավական նորմի ներմուծման մասով։ Բացակայում են նաև հետևյալ կարգավորումները, գործունեության կարգի ընդունման պահանջը, որպես այդպիսին դա հավանաբար ներքին իրավական ակտով կկարգավորվի այն աշխատակարգը, որով հանձնաժողովը աշխատելու է։ Լիազորությունների ժամկետը անհստակ չեն, բարձ չէ օրինակ հանձնաժողովը որքան ժամանակով է ընտրվելու, ինչքան ժամանակ է աշխատելու, առաջնային տարբերակում դա բացակայում էր եւ որոշ թափանցիկության խնդիրներ, որոնք կախվում են ճիշտ ընդհանուր նախատեսված է, որ որոշումները հրապարակվելու են ՆԳՆ կայքում, բայց որպես այդպիսին ինչ որ տարեկան հաշվետվության կամ հրապարակայնության պահանջներն ապահովելու գործիքակազմ ներդրված չէր։